760 գրամ քաշ, 600 գրամ քաշ, այստեղ նորից 600 գրամ քաշ։ Նրանցից շատերը կյանքի առաջին օրերին տեղավորվում են մեկ ձեռքի ափի մեջ։ Շտապող նորածիններն են, ովքեր լույս աշխարհ են գալիս ժամանակից շուտ, հետևաբար պատրաստ չեն մայրական արգանդից դուրս կյանքին։ Անհաս նորածինների խնամքը կենտրոնացված է մասնագիտացված ծննդատներում, որտեղ առկա են նման երեխաների բուժումն ու խնամքը ապահովելու գործում անհրաժեշտ ժամանակակից պայմաններ։ Բժիշկ Մազմանյան, որ դեպքում են նորածինները հայտնվում այս բաժանմունքում։ Այս բաժանմունքում հայտնվում են բոլոր նորածինները, ովքեր կարիք ունեն ինտենսիվ թերապիայի կամ հատուկ խնամքի։ Տարբեր պատճառներ կան։ Ամենաառաջին պատճառը դա շնչառական խանգարումներ, երբ որ նորածինը կարիք ունի շնչառական օժանդակության, օրինակ այս անհաս բալիկը, որը 2 օրեկան է, ստանում է շնչառական օժանդակություն CPAP մեթոդով։ Ինչ համալիր ծառայություններ են մատուցվում, ինչ կարիքներ են ունենում նման երեխաները։ Կախված անհասության աստիճանից, կախված ախտորոշումից երեխաները տարբեր կարիքներ ունեն, բոլոր կարիքները ապահովում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Դա ներառում է ջերմային կարգավորում, հատուկ սարքեր, որոնք ապահովում են ջերմություն, շնչառական սարքեր, ներերակային ինֆուզիաներ, պարենտերալ սնուցում, որտեղ անհաս նոր ծնված բալիկի վիճակի չի մարսել, սնվել էնտերալ ճանապարհով, շատ փոքր ծավալներով կաթեն ուտում եւ իրանք ստանում են հատուկ նախատեսված անհասների համար ներերակային սնուցում, դուք տեսնում եք մի քանի գծով նորածինը 24 ժամ ստանում է պարենտերալ սնուցում։ Միայն այս տարի առողջապահության նախարարությունն ապահովել է անվճար դեղերով 1-ից մինչև 1.5 կիլոգրամ քաշով 196 եւ շնչառական խանգարման համախտանիշ ունեցող շուրջ 110 անհաս նորածինների։ Ուրախ եմ նշել, որ առողջապահության նախարարությունը բավականին մեծ ծավալով օգնում է այդ հարցով։ Մենք ստանում ենք ամենաժամանակակից պարենտերալ սնուցման պրեպարատ Numeta G13, որը տրամադրվում է անվճար բոլոր անհաս երեխաներին։ Նույնը վերաբերվում է սուրֆակտանտ պրեպարատի, որի կարիքը համարյա բոլոր ծառայեղ անհասները ունենում են, էլի բոլորը ստանում են կարիքի դեպքում անվճար նման պրեպարատը։ Արդյունքում նվազել է հիվանդանոցային վարակների զարգացման ռիսկը, ինֆեկցիոն բարդությունները, նորածնային հաշմանդամությունը, մանկական մահացությունը, աճել է անհաս նորածինների ապրելիության ցուցանիշը։ Իսկ ծննդյան տոներ նշում եք ձեզ մոտ։ Իհարկե նշում ենք, մենք մի քանի ծննդյան տոն ենք նշում, 1 ամսական, շնչառական սարքից ազատվելու օրը, էքստուբացիայի օրը, ներերակային ինֆուզիայից ազատվելու օրը։ Պատշաճ բուժօգնության շնորհիվ անհաս նորածինները առավելագույնը 2 ամիս անց վերադառնում են տուն մոտավորապես 2 կիլոգրամ քաշով, մշտապես մնալով պետական հոգացության ներքո։